Ես թշնամություն եմ դնում քո եւ կնոջ միջև, ուշադրություն դարձրեք, կնոջ միջև, քո սերնդի եւ նրա սերնդի միջև, նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը։ Այս փրկիչը, որի մասին նա խոսում է, գալու է կնոջ սերմից, ոչ թե տղամարդու։ Սա մի գերազանց բացառիկ բացահայտում է, որովհետև այդ ժամանակ եւ ընդհանրապես դրանից հազարավոր տարիներ հետո կնոջով չեն հաշվել սերունդները, հաշվել են տղամարդով։ Չէ՞ որ դու կրում ես այսօր քո հայրական ազգանունը։ Հիսուսը պիտի չունենար երկրային հայր։ Նա միակ ծնունդն էր լինելու ամբողջ պատմության, մշակույթի, տիեզերքի եւ երկրագնդի պատմության մեջ, որ չէր ունենալու երկրային հայր, որովհետև նա չէր կարող ունենալ Ադամի մեղավոր ժառանգական արյունը, դենկան, համար նա պիտի ծնվեր միայն ու միայն կնոջից։ Այսինքն տղամարդու արյունով է որոշվում երեխան տղա է լինելու, թե աղջիկ։ Այս սրանում է կանում գերբնական կենսաբանությունը, որ նա չունենալով երկրային հայր, ունեցել է կատարյալ ամբողջական մարդկային մարմին, որ սեռով եղել է տղամարդ։ Իսկ ինչպես դա կատարվեց։ Աստված ինքն իրեն ստեղծեց Y քրոմոսոմով մարդկային մարմնի մեջ, որ չժառանգեց Ադամի մեղավոր արյունը, բայց ծնվեց ամբողջական տղամարդ, ամբողջական մարդ, ծնվեց ամբողջական մարդ, բայց չպղծված արյան գծով։ Դրա համար նրան ասում են երկրորդ Ադամ։ Նրանից սկսվեց նոր ծնունդ, որոնք այլևս ոչ թե ստրուկներ էին, այլ որդիներ։